Գալայնյուս լրատվականը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում։ Այսօր մարտի 1-ն է 6-րդ տարին 2008 թվականին Երևանի կենտրոնում տեղ ունեցած ողբերգության, երբ իշխանության համար ազնիվ պայքարի դուրս եկած քաղաքացու համար այդպես էլ իշխանափոխություն տեղի չունեցավ։ Այսօր Ազատության հրապարակում տեղ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության հանրահավաքը, որին հաջորդել է բազմամարդ երթը։ Հանրահավաքի մասնակիցները պահանջել են մարտի 1-ի բացահայտում և իրավական պատասխանատվություն մեղավորների համար։ 2008-ի մարտի 1-ին մայրաքաղաքում տեղ ունեցած դեպքերի կապակցությամբ իրենց տեսակետներն են արտահայտել նաև գյումրեցիները, նրանց հավաստմամբ մարտի 1-ի էջը դեռ փակված չէ Արցախույս Գյումրիում։ Հայաստանի Մաքսային միության անդամակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ այսօր մանրամասներ են ներկայացրել էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը և փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը։ Ազատության հրապարակում այսօր տեղ ունեցավ մարտի 1-ի 6-րդ տարելիցին նվիրված հանրահավաքը, որը կազմակերպել էին Հայ ազգային կոնգրես կուսակցությունը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը։ Հանրահավաքին մասնակցել են նաև Ժառանգություն կուսակցության առաջնորդ Հրապի Հովհաննիսյանը, ինչպես նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները։ Հանրահավաքի ընթացքում ելույթներ են ունեցել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, իսկ ավարտին ծավալուն ելույթով է հանդես եկել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանումից և հավաքված քաղաքացիների տարբեր վանկարկումների ներքո Ազատության հրապարակում հրավիրված բազմամարդ հանրահավաքի մեկնարկը տվեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նա հայտարարեց, թե 6 տարի է անցել այն օրից, երբ պետական խուժանը հարձակվեց հրապարակում խաղաղ ցույց անող ժողովրդի վրա։ Գնդակահարվեցին քաղաքացիներ, շատերը հաշմանդամ դարձան, զոհվեց 10 քաղաքացի։ Ապա նա առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել մարտյան ողբերգական իրադարձություններին զոհ գնացածների հիշատակը։ Անմեղ արյուն հեղվեց, բայց այդ արյունը անտեղի արյուն չէր։ Բոլոր զոհերը զոհվել են խաղաղության ճանապարհին, ժողովրդավարության ճանապարհին, արժանապատվության ճանապարհին, երկիր կայացնելու ճանապարհին։ Հանրահավաքին ներկա էին նաև սպանված քաղաքացիների հարազատները, ազատամարտիկները, ինչպես նաև ներկայացուցիչներ Ժառանգություն և Բարգավաճ Հայաստան կուսակցություններից։ Վերջիններս սակայն ելույթներ այդպես էլ չունեցան։ Մարտի 1-ի էջը երբեք փակված լինել չի կարող, քանի դեռ իրական ոչրագործներն ազատության մեջ են, հարտակից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Ինչպես նրա, այնպես էլ ՀԱԿ անդամներ Հրանտ Բակրատյանի և Վահագն Խաչատրյանի ելույթները հիմնականում վերաբերում էին Հայաստանի տնտեսական վիճակին։ Մասնավորապես ելույթ ունեցողները հայտարարեցին, թե գործող իշխանության և նրա ձևավորած կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության պատճառով Հայաստանը դատարկվում է։ Այնքան անգիտակից իշխանություն է, որ չի հասկանում, որ նույնիսկ բռնազավթումից հետո գոնե իր գոյությունը մի փոքր պետք է արդարացներ։ 2008 թվականի մարտի 1-ի գնով իշխանության եկած մարդիկ այդպես էլ չկարողացան ապահովել երկրի զարգացումը։ Հայաստանի Հանրապետությունը տարան կործանման։ Մենք այնքան աղքատ ենք, որ մեզ օգնել հնարավոր չէ։ Եվ դա բացարձակ ճշմարտություն է։ Սերժ Սարգսյանն այլևս կատարյալ քաղաքական մեկուսացման մեջ է, իր ելույթում նշեց Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքերով հիմնական քաղաքական ուժերը ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Հույդան, Ժառանգությունը միասնական ճակատ են ստեղծել այս իշխանությունների դեմ և համագործակցության ձևաչափը թույլ է տալիս հավաքել անհրաժեշտ ստորագրություններ, ազգային ժողովին պարտադրելու ընդունել ժողովրդի օրակարգը։ Լևոն Զուրաբյանի խոսքերով Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում հանրության գրեթե բոլոր հատվածները։ Իսկ այսօրվա հանրահավաքի հզորությունը ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի ցույց է տալիս, որ եկել է Սերժ Սարգսյանի հեռանալու պահը։ Այսօրվանից մեկնարկող քաղաքական գարունը դառնալու է Հայաստանի ճշմարտության պահը։ Եվս 1-2 այսպիսի հանրահավաք եւ մենք կուղարկենք Սերժ Սարգսյանին պատմության գիրկը։ Ապա ծավալուն ելույթով հանդես եկավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նախ նա հայտարարեց, թե արդեն 5-րդ անգամ է նշում են 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձության տարելիցը, սակայն դարձյալ պետք է արձանագրել, որ հակառակ հասարակության և միջազգային հանրության թափած ջանքերին, այդպես էլ մինչ այժմ չի կատարվել Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովի 4 բանաձևերի պահանջը, ոչրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ։ Տեր-Պետրոսյանի ելույթի հաջորդ հատվածը վերաբերում
վերաբերում էր գործող իշխանության վարած արտաքին քաղաքականությանը։ Առաջին նախագահը հայտարարեց, թե սարգսյանական ռեժիմին պակասում է ազգային շահը եւ որ Սերժ Սարգսյանը պետք է խոհեմություն ցուցաբերի եւ հեռանա։ Հայաստանի ու Արցախի փրկության այլ ճանապարհ գոյություն չունի։ Փառապանց գեներալի հանճարեղ բնորոշմամբ վերջին բոլշևիկը պետք է հեռանա։ Ժողովրդին հնարավորություն ընձեռելով հիրավի ազատ կամ արտահայտության միջոցով ընտրելու հանրապետության մի այնպիսի նախագահ, որն ի վիճակի լինի միջազգային հանրության աչքում վերականգնելու Հայաստանի որպես վստահելի եւ պատասխանատու գործընկերոջ վարկը, առանց որի անհնար է դիմագրավել երկրի առջև ծառացած անթիվ մարտահրավերները։ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև գազային համաձայնագրին, խոսեց նաև պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքից։ Հակառակորդն իր ելույթում անդրադարձավ ազգային ժողովի 4 ոչ իշխանական խմբակցությունների համագործակցությանը, նշելով, թե չի բացառվում, որ Հույդան, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ Ժառանգությունը կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն։ Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համագումարում արած հայտարարություններին եւ նշեց. Ինչով է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց, ում հաջողվեց շնորհիվ նաև Սահակաշվիլու խոհեմության փափուկ իշխանափոխություն իրականացնել, կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից, ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում։ Հանրահավաքն այս կանով ավարտվեց, իսկ թե երբ կլինի հաջորդը չհայտարարվեց։ Բազմամարդ հանրահավաքին հաջորդեց երթը դեպի Միասնիկյանի արձանին հարող տարածք։ Փայլակ Ֆարադյան, Մարտու Գրիգորյան, Գալանյուզ։ Հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակից երթով շարժվել են դեպի Միասնիկյանի արձանի մոտ մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու եւ ծաղկի պսակ դնելու համար։ Սկզբից երթն ուղեկցվել է Սերժիկ Հեռացիր, Լևոն նախագահ, Սերժիկ Մարտասպան, Մենք ենք տերը մեր երկրի եւ միացում վանկարկումներով։ Քաղաքացիները համախմբված լռել են Միասնիկյանի արձանի մոտ հարող տարածքում։ Երթի առաջին շարքերում են եղել երիտասարդները, ոչ բռնապետությանը, ոչ Սերժ Սարգսյանի ռեժիմին գրառման պաստառը բարձած, դրանց հետևից քայլել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Գագիկ Ջահանգիրյանը։ Միակ ուժը, որ կարող է ինչ-որ խնդիր լուծել այս երկրում, բնականաբար ժողովուրդն է։ Ես հույս ունեմ եւ հավատ ունեմ, որովհետեւ վաղուց արդեն այդ դեպքում, եթե չունենայի, այս երկրում չէի լինի, հույսս կտրելու դեպքում, որ այնուամենայնիվ ժողովուրդը այո, միասնական, բռնցքված, ավազակներին կքշի այս երկրից եւ կստանա բավականին դժվար խնդիրներով, բայց տոտիկ դեպի նորմալ, համակարգ, պետություն, երկիր ստեղծելու ճանապարհով կընթանա առաջ։ Ես կարծում եմ հաջորդ քայլը հիմա ավելի շատ կապված է բանակցությունների, արձագանքների հետ։ Այսինքն մենք պետք է տեսնենք ինչ արձագանքներ ունեցավ այս հանրահավաքը ժողովրդի մեջ, հանրության մեջ, քաղաքական ուժերի մեջ, ըստ դրա էլ կշարժվենք առաջ։ Մենք ունենալու ենք այդ օրը, որ մարտի 1-ը բացահայտված է լինելու։ Մարտի 1-ի, այսպես ասեմ, ցավը փակվելու է այն ժամանակ, երբ որ մենք կարողանանք երկրում արմատական փոփոխություններ իրականացնել եւ կարողանանք մարտի 1-ը բացահայտենք։ Նշենք, որ Արցախյան հերոսամարտի մասնակիցները մինչ միանալը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հանրահավաք են իրականացրել Սարյանի արձանին հարող տարածքում։ Ազատամարտիկները տարբեր բովանդակության պաստառներով հավաքվելով նախարկել են 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը, ապա խոսել իրենց հուզող խնդիրներից։ Ազատամարտիկները կոչ են արել խորհրդարանական դեմությանը դուրս գալ հրապարակ եւ իրենց հետ միասին պայքարել երկրում առկա հիմնախնդիրները լուծելու համար։ Մարտի 1-ի կատարված հանրագործությունները մեկնաբանվեցին։ Ես ուղղակի խոսք ունեմ կուսակցություններին,
ընդդիմադիրների մի քանի խոսք ուզում եմ ասել։ Հարգելի ընդդիմադիրներ, դադարեցրեք ձեր բոլոր տիպի տեսակի հանձնաժողովների կազմերը, եկեք հանձնաժողովը ահա կազմված է այստեղ։ Եկեք հանձնաժողովը սա է։ Եթե հակառակ դեպքում թուրքերը ամենով ասում են, եկեք կազմենք հանձնաժողով, որոշենք եղել է թե չէ։ Բայց մենք գիտենք եղել է, ճիշտ է։ Այո, գիտենք։ Էլ հանձնաժողով կազմելու իմաստը որ եթե մարտի 1-ին 10 մարդ է սպանվել, ինչ հանձնաժողով։ Ես կարծում եմ իմ աշխարհը, որ Նայիրիտը թալավել է հանձնաժողովը, ինչ հանձնաժողով, որ մարտի 27 հոկտեմբեր, ինչ հանձնաժողով, դրան հանձնաժողով պետք է, հանցագործությունը կատարված է, սրանք պատժելը պետք է։ Մենք կուսակցություններին էլ եմ կոչանում, եկեք միավորվեք ազատամարտիկին, հավատացած եղեք, որ նա ձեր թիկունքին է, ձեր կողքին է։ Հայաստանի ոստիկանությունն արձագանքել է Ազատության հրապարակում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե իշխանությունները փակել են Երևան եկող ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան ներկա լինել ՀԱԿ-ի հանրահավաքին։ Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է, պաշտոնապես հայտարարում ենք, որ շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում, հանրապետության բոլոր ճանապարհները բաց են, իսկ նման ապատեղեկատվություն տարածողներին հորդորում ենք զերծ մնալ հանրությանը, ոչ հավաստի եւ չստուգված լուրեր հրամցնելուց, ասված է հայտարարության մեջ։ Այսօր կեսօրին Միասնիկյանի արձանի մոտից քաղաքացիական ակտիվիստները երթ էին կազմակերպել դեպի նախագահական նստավայր։ Սերժիկ Հեռացիր, Սերժիկ Մարտասպան եւ այլ վանկարկումներով վերջիններս հասել են նախագահականի դիմացի մայթ Դեմիրճյան Բաղրամյան փողոցների խաչմերուկի մոտ, որտեղ փոքր բախում է տեղ ունեցել ոստիկանների հետ, ովքեր պահանջել են երթը շարունակել մայթերով։ Նշենք, որ փողոցի մյուս կողմից Բաղրամյան 26 էր եկել նաեւ Պարուր Հայրիկյանը իր կողմնակիցներով։ Վերջինս Գալայի հարցին պատասխան նշել է, որ իրենք չեն պատրաստում միանալ Ազատության հրապարակում տեղ ունեցող հանրահավաքին, դա անվանելով Լևոնահավաք։ Դավիթ Շահնազարյանն էլ նշել է, ինքն անձամբ չի միանա, սակայն երթով նախագահական եկած քաղաքացիական ակտիվիստներից յուրաքանչյուրը ազատ է իր ընտրության մեջ։ Մադդ կաշի, ոչ մի ոստիկան չունի եկան արժանի ձեր մադով խոսալու, մադդ կաշի, չեք արնում փողոց, մադդ կաշի, այլակ մայթի վրա եմ միասան, դու միասա ինչ անեմ, չեք դուք կասասի, հապի ես ասա, ենա Սերժիկին ասա, մայթին եմ ես, մայթին չեմ էլ նայի, Սերժիկ, հեռացի, 20 օր ակնհայտ ապօրինի հրամանով արտակարգ դրության հայտարարումը Երևան քաղաքում, արտակարգ դրության մասին օրենքի բացակայության պարագայում եւ դադարեցվեցին բոլոր լրատվական միջոցների գործողությունը բացառությամբ իշխանության խոսնակը հանդիսացող լրատվական միջոցների, որոնք ուղղակի պրոպագանդա էին ներկայացնում եւ ինչ ասես խոսում էին բացի ճշմարտությունից։ Այսօր մենք ունենք այն, ինչ ունեինք մարտի 1-ից հետո։ Կատարվեց հանցագործություն մարդկության դեմ, Ռուսաստանի նախագահ Պուտինի հովանավորությամբ Ռոբերտ Քոչարյանը իր հանցախմբով իրականացրեց այդ հանցագործությունը, գործի դրվեց հայոց բանակը, ահավոր բան տեղի ունեցավ եւ մինչեւ այսօր մենք ունենք մարտի 1-ի ուղղակի հետևանքները, որտեղ մարտի 1-ին կատարվեց իշխանության զավթում։ Հանրահավաք նշանակում է մարդկանց հավաք, որտեղ մարդիկ գնում են ինչպես Մայդանում, հերթով ելույթ են ունենում։ Այստեղ սա Լևոնահավաք է, այսինքն մարտի 1-ի կնքահայերի հավաքն է։ 6 տարի առաջ այսօրը մայրաքաղաքում տեղ ունեցած հանցագործությունը մինչ օրս չի բացահայտվել եւ որևէ մեկն առ այսօր պատիժ չի կրել 10 զոհերի մահվան համար։ Ընտրական գործընթացից հետո իր քվեի պաշտպանության համար ոտքի ելած եւ արտարության համար պայքարող քաղաքացու նկատմամբ ուժ կիրառվեց, ուստի քաղաքացիների կարծիքով այրունոտ այդ դեպքերի բացահայտման համար նախ եւ առաջ իշխանությունները պետք է ունենան քաղաքական կամք, որպեսզի տարիներ շարունակ հանձնաժողովներ ձևավորելու փոխարեն դեպքերի բացահայտման իրական քայլեր կատարեն։ Ընդհանուր առմամբ հարցված քաղաքացիներն այն համոզման է, որ միայն իշխանափոխության պարագայում մարտիմեկյան դեպքերի հեղինակները պատիժ կկրեն, սակայն մի մասն էլ գտնում է, որ այրունոտ մարտիմեկի բացահայտումը կախված է յուրաքանչյուր քաղաքացուց, թե որքանով է նա պահանջատեր այսօր։ Աննորմալ երևույթ է։ Ինչ որ անմեղ մարդկանց սպանենք է, հետո չի բացահայտվի, այդպես է ծածկադմպոս եղել։ Երևի կախված է կառավարության ղեկավարության փոփոխությունից։
Ցանկալի կլիներ, որ բացահայտվեր։ Ամեն դեպքում պետության մեղադրությունն է։ Հայ իշխանափոխություն չբացատրվի։ Պայքարս նույնն է։ Պետք չէ որ բացեի բաց խոսել, թե իրանք գիտեն ինչ էին ուզում եւ ինչ արեցին։ Պետությունը ինչ արեց ժողովրդին։ Մեր իներտությունն էլ պատճառ է, որ չի բացահայտվում։ Այդ բոլոր չարագործությունները այսօրվա դրությամբ գտնվում է մեր կառավարության հովանու ներքո։ Կառավարության նորնայես իրանք չեն ուզել բացահայտել, բայց ժողովուրդը ուզում է բացահայտել։ Բայց թե ամենայն դեպս ամեն ինչ բարձ է։ Իշխանությունները իրանք կթաքցեն։ Որ չասած կամ աթորից կվախենան, չեն ուզեցի։ Կամ օրատորից էլ էլա փող չեն ունենա։ Գերձնդրությունները ժողովուրդը պահանջում էր արտահայտություն իրանք էս բանին։ Փաստորեն դուս է գալիս, որ անտեղի պայքարեցին եւ անմեղ զոհեր։ Մահացողները մահացան, բան չունիմ սելու, վիրավորները վիրավորվան, անմեղ տեղը առանց իմանալու, բայց մեզի ընդանուր Հայաստանին հեչ մի բան չեղավ, հագարակ, խայդարակ եղանք։ Պետք է հասնել դեմոկրատական ճանապարհով։ Թե չէ այլուն թափել իմաստ չունի։ Այդ խորհրդային հանրապետությունում բոլոր տեղերներն նման իրավիճակ է, Ուկրաինայի իրավիճակը, ինչ քանի տարի անցել է նույն իրավիճակն է, ինչ կարող ես ասել։ Եթե Վազգեն Սարգսյանի սպանությունը բացահայտվավ, դա կբացահայտվի։ Ոչ մի բան չի բացահայտվի։ Ու ինքն է իշխանության գլուխ կկանգնի, այդպես է ժողովուրդը Մարին կեստան էլի։ Խարտախությունն որ ամեն ինչը ծածկատը ոնց կեղնի։ Մեղավորները լավ գիտեն ով են, ինչ պատժով, իրանք իրանցը չկպատժեն։ Անպայման կպատժվեն, մնում է ժամանակի հարցը։ Թե որքան ժամանակ է պահանջվում, որպեսզի մարդիկ կան ինքնագիտակցության հասկանան, որ գումարներ շորտելով, մարդկանց երգիրը վդարելով հարցեր չեն լուծում եւ այդ գումարներն էլ արխային չեն վայելում։ Քաղաքական կամք էլ անհրաժեշտ անխուշտ իշխանավորներին էլ, ընդդիմադիրներին, օրինակ այս ընդդիմադիրներին, մեր Հայաստանի ընդդիմադիրներին քայլերը ճիշտ չեմ գնահատում այն առումով, որ չեն կարողանում միասնական ձևով հանդես գալ։ 6 տարվա ընթացքում թեև ջանքեր են գործադրվել իշխանության ներկայացուցիչների կողմից բացահայտելու մարտի 1-ին տեղ ունեցած դեպքերը, սակայն սա այլը տեղից չի շարժվում։ Ազգային ժողովում ձևավորվել է ժամանակավոր հանձնաժողով, որն ուսումնասիրել է դեպքերն ու հանգամանքները։ Հիմա արդեն երկրորդ հանձնաժողովն են փորձում ստեղծել խորհրդարանում, բայց չբացահայտվեց ոչինչ, իսկ սա արդեն ոչ թե մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերի բացակայության, այլ բարոյականության խնդիրն են համարում, ներկայացնում է Վարդուհի Արզումանյանը։ Բանգլադեշ, Նիչև վերջ, ես էլ եմ կանգնած, Նիչև վերջ, հայքար, Նիչև վերջ, հայքար, Նիչև վերջ։ Մարտի 1-ը 2008 թվականից սկսած այլևս հայ իրականության մեջ միայն գարնանամուրջ չէ, որ խորհրդանշում է։ Տեղի ունեցած ողբերգությունը 10 մարդկանց կյանքի գնով պատմության վատագույն էջերից մեկը դարձավ։ Պայքարի դուրս եկած իշխանափոխության ձգտող իրավունքների համար պայքարող քաղաքացին ենթարկվեց բռնությունների, խոշտանգումներ, հետապնդումներ, որոնք միտված էին կանխել այն պայքարը, որով քաղաքացին նպատակ ուներ նոր իշխանության ձևավորման։ Կանխվեց, բայց արյան գնով։ Այս ամենին նախորդած կես միլիոնանոց հանրահավաքների ժամանակ ի հայտ եկավ հայ քաղաքացու ձգտումը պայքարելու եւ վերջ տալու անարդարություններին։ Գիշեր-ցերեկ Ազատության հրապարակում վրանած քաղաքացու կամքը կոտրվեց։ Այս ամենն ավարտվեց, բայց անավարտ մնաց պատմությունը, որ սկսվել էր 10 զոհված քաղաքացիների համար։ Իսկ բացահայտելը այլևս ոչ քաղաքական, ոչ էլ այլ արժեքների խնդիր էր, այլ միայն բարոյականության, համոզված է Արամ Մանուկյանը։ Եթե մարդ ուզում է շրջապատում լավ մարդվանուն ունենալ, ընտանիքում լավ ծնողի անուն ունենալ, պետք է նվազագույնը բարոյականության նորմեր պահպանի։ Եվ դա համամարտկային, համազգային, համակրոնական արժեքների մեջ է հանցագործին գտնել պատժելը։
Չկա որևէ երկիր, որտեղ հանցագործին պատժելն արգահատելի լինի, համոզված է Արամ Մանուկյանը։ Մարտի 1-ից հետո կարծես թե քայլեր ձեռնարկվեցին այդ ուղղությամբ, բայց միանգամից ոչինչ չարվեց, գործընթացը ձգձգվեց։ Ամեն ինչ ակնհայտ է, կան զոհեր, հայտնի է թե նրանք ինչպես եւ որտեղ են սպանվել։ Մնում է պատժել, ինչն էլ չի արվում։ 3-4 սպանությունների բացահայտումը շատ հեշտ գործ է, որովհետեւ այնքան հստակ տեղեկություններ կան, Չերեու Մուխայի մասն է խոսքը, որ փողոցում է կրակվել, որ ստորաբաժանման ոստիկանների խմբի կողմից է կրակվել եւ դրանք տարբեր են այնքան իրարից հեռու, որ բացահայտելը 5 րոպեի գործ է։ Անցնում է 6 տարի եւ խորհրդանի հետևից մեծ խոսում են, հիշատակ են հարգում եւ դեմ են քվեարկում։ Խնդիրն այլևս դուրս է գալիս 10 զոհերի սպանողներին պատասխանատվության ենթարկելու սահմաններից, համոզմունք է հայտնում Արամ Մանուկյանը։ Հասարակությունը սպասում է արդարության, որպեսզի մնացածների համար հանգիստ ապրելու միջավայր ստեղծվի։ Հայաստանում ժողովրդի արտագաղթի լրջագույն հոգեբանական մոտիվացիաներից մեկը ոչ արդար երկիր ունենալու դրդապատճառն է։ Միմյանց հետ առաջին հայացքից կապ չունեցող հանգամանքները համեմատում է Արամ Մանուկյանը, վրդովմունք հայտնելով, որ խորհրդարանը եւս չի փորձում ստեղծվելիք նոր ժամանակավոր հանձնաժողովի միջոցով ուղղություն տալ բացահայտմանը, իսկ խորհրդարանական մյուս ուժերը եւս կողմ են բացահայտմանը, բայց չի արվում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այն ժամանակ կոալիցիայում, հիմա արդեն այլընտրանքի կարգավիճակում փորձում է գնահատել իրավիճակը։ Նաիրա Զոհրաբյանը եղել է նախորդ ժամանակավոր հանձնաժողովում։ Հանձնաժողովը աշխատանք կատարել է, բայց չի կարողացել բացահայտել։ Մենք անկեղծորեն եզրակացության մեջ նշել ենք այն խնդիրները, մասնավորապես 10 զոհերի հետ առնչվող, որ չի կարողացել հանձնաժողովը այդ խնդիրը լուծել։ Հիմա հակ մեր գործընկերները ունեն առաջարկ, ուրեմն եւ խնդիրները ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որի խնդիրները էականորեն տարբերվում են այն հանձնաժողովի, որի մասնակից եմ եղել ես։ Նաիրա Զոհրաբյանը զգուշորեն է արտահայտվում իր խոսքերով նման նուրբ հարցի վերաբերյալ։ Հետևաբար չի ցանկանում խոսել որևէ քաղաքական ուժի պատասխանատվության չափաբաժնից, այդ թվում նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության։ Միայն վերահաստատում է այսօրվա դիրքորոշումը։ Բարգավաճ Հայաստանը կենսականորեն շահագրգռված է, որ խնդիրը միջև վերջ բացահայտվի եւ բոլոր մեղավորները ստանան իրենց պատիժը։ Յուրաքանչյուր խոսք մի փոքր ավելի կշռադատենք, որովհետեւ նույն այդ հայտարարությունները ավելի ծանր հետևանքներ ունենում այդ 10 զոհերի ընտանիքների անդամների համար։ Չպետք է մարտի 1-ը դարձնել քաղաքական շահարկման առարկա, դրանով իսկ վիրավորելով զոհերի հարազատներին, համոզված է հանրապետական խմբակցության քարտուղարը։ Իշխանությունների մեղքը չբացահայտման գործում բացառում է, վստահաբար մերժելով միտքը, թե քանի դեռ այս իշխանությունն է ղեկավարում երկիրը, մարտի 1-ի դեպքերը չեն բացահայտվի։ Միգուցե իրենք իրենց հիշողություններում դեռ իրենց տարիներն են, երբ որ իրենք իշխանությանը ոչ մի գործ չի բացահայտվում, բայց այսօր լրիվ այլ իրականություն է, եւ եթե իրականության մեջ կա մի գործողություն, կա քննչական խումբ եւ իրավապահ համակարգ եւ իրենք էլ ունեն արժանահավատ փաստեր եւ ապացույցներ, թող ներկայացնեն եւ փորձեն եւ նաեւ ստանան այդ մտքի գնահատական արդյոք չի բացահայտվի այն դեպքերը, որոնք առկա են։ Միայն արժանահավատ փաստերի համադրման արդյունքում ըստ հանրապետականների հնարավոր կլինի բացահայտել գործը, իսկ նման պարագայում, երբ դեպքը զանգվածային միջոցառման ժամանակ է տեղի ունեցել եւ բացակայում են վստահելի փաստերը, ՀՀԿ ներկայացուցիչը նաեւ որպես իրավաբան բացահայտման համար 6 տարին էլ բավարար չի համարում, իսկ փաստահավաք խումբը եւ ստեղծված հանձնաժողովը տվել են որոշ հարցերի պատասխաններ, բայց բարոյականությունը վերադարձնելու եւ արդարությունը վերականգնելու համար համապատասխան միջավայր է հարկավոր։ Վարդուհի Արզումանյան, Մարտուն Գրիգորյան, Gala News։ Մյուս թեմաների մասին պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների համաձայն փետրվարի 23-ից մարտի 1 ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց։ Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
Հայաստանի Մաքսային միության անդամակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ այսօր որոշ մանրամասներ են ներկայացրել էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը եւ փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը։ Էկոնոմիկայի փոխնախարարը ասել է, որ ճանապարհային քարտեզով նախատեսված աշխատանքները իրականացում են սահմանված ժամանակացույցին համապատասխան։ Իսկ Շավարժ Քոչարյանը նշել է, որ ինքը ղեկավարում է այն աշխատանքային խումբը, որը ներկայումս աշխատում է այն համատեղ պայմանագրերի վրա, որի հաստատումից հետո միայն Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը։ Ըստ Քոչարյանի համատեղ պայմանագրի հաստատումից հետո այն կներկայացվի նաև Մաքսային միությանը անդամակցելու պատրաստակամություն հայտնած երկրների խորհրդարանների վավերացմանը։ Առայժմ հստակ չէ, թե ինչ լեզվով է կազմվելու պայմանագիրը, ասել է Քոչարյանը։ Աշխատանքային խմբերի ղեկավարներն անդրադարձել են նաև տեսակետներին, թե Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու արագացված քայլերը զարմացրել են ինչպես հայկական կողմին, այնպես էլ ռուսական։ Այս առնչությամբ նրանք նշել են. Եթե մենք ընտրել ենք որոշակի ուղի, ապա անում ենք այն, ինչ որ հնարավոր է, հնարավորինս արագ, բայց ոչ ի վնաս որակի։ Այդ տեսակետից ասել, որ շտապում ենք, որ մենք աշխատում ենք ամբողջ թափով 22 աշխատանքային խմբերը, շաբաթը մեկ վարչապետը հրավիրում է բոլոր խմբերի ղեկավարներին, որոնք հաշվետվություն են տալիս, ինչպես է ընթանում գործընթացը։ Ես կարծում եմ դա նորմալ աշխատանք է եւ շտապել անվանելը մի քիչ իմ համար անհասկանալի է։ Երևի մենակ ձեր մոտ չեն այդ հարցերը առաջանում, այդ ոնց է տեն ստացվում, որ Հայաստանը կարողանում է տենց արագ գնալ եւ կուզենայի ասել, որ այո կարողանում է, որտեվ մենք անցել ենք շատ լուրջ ու երկար ճանապարհ միջև այդ հայտարարությունը եւ առաջի հերթին միջազգային ստանդարտներին համապատասխանելու ճանապարհ։ Մենք չի որ 6 տարի է ռեֆորմ ենք անում այս ոլորտներում եւ այդ ռեֆորմները հիմա հնարավորություն են տալիս առանց լուրջ էական փոփոխությունների մեր օրենքներում միանալ Մաքսային միությանը։ Եվ նա ինչին ձգտում են այդ պետությունները, ասենք մոտակա տարիների ընթացքում մենք արդեն դրան հասել ենք եւ այստեղ շատ հետաքրքիր իրավիճակ է առաջանում, որը նաեւ քննարկվել է։ Արդյոք որքանով է նպատակահարմար, որ Հայաստանը հետ քայլա կատարի, հետո բոլորի հետ միասին առաջ շարժվի։ Իհարկե ոչ։ Այդ տեսակետից ավելի նպատակահարմար է նախատեսել անցումային դրույթը այնպես, որ այդ ընթացքում մենք մնանք մեր նվաճած այդ նիշի վրա, իսկ մնացած անդամ պետությունները հասնեն դրան։ Հաջորդ թեմաների մասին Ռուսաստանի Դաշնությունն առանց ուշադրության չի թողնի Ղրիմի վարչապետի դիմումը Ռուսաստանի Դաշնության նախագահին ինքնավար հանրապետության տարածքում խաղաղություն հաստատելու վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի վարչակազմը։ Հիշեցնենք, որ Ղրիմի նոր վարչապետը դիմել էր նախագահ Վլադիմիր Պուտինին, խնդրելով աջակցել ինքնավար հանրապետության տարածքում խաղաղության եւ հանգստության հաստատմանը։ Ռուսաստանը համաձայնել է օգնել եւ տարածքում իր զորքերի թիվն ավելացրել է։ Ուկրաինայում նոյեմբերի 30-ից ի վեր անկարգությունների հետևանքով զոհվել է 94 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով փետրվարի կեսերին Կիևում բուժ հաստատությունները դիմել 900 մարդ, 606-ը հոսպիտալացվել է, 242 մարդ դեռ բուժվում է։ Նշենք, որ անկարգությունները սկիզբ էին առել երկրի նախկին իշխանությունների կողմից Եվրամիության հետ ասոցիացման գործընթացի կասեցման մասին որոշումից հետո։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը սկսել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի Ռուսաստանի Դաշնության տարածքից արտահանձման գործընթացը։ Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ միջազգային իրավունքը ամրագրում է մասնակից երկրների պարտավորությունը մեկը մյուսին հանձնել այն անձանց, որոնք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Գլխավոր դատախազը Յանուկովիչի հնչեցրած արտահայտությունները համարել է քաղաքական կայունացմանը չնպաստող։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ խորը մտահոգություն է հայտնել։ Նա կոչ է արել Ռուսաստանին հետևել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը վերաբերող իր պարտավորություններին։ Նա ընդգծել է, որ երկրի սուվերենության եւ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում իրավիճակը ծայրահեղ կապակայունացնի։ Միացյալ Նահանգները միջազգային հանրության հետ համատեղ կհաստատի, որ Ուկրաինայում ցանկացած ռազմական միջամտություն կունենա իր գինը, ընդգծել է Օբաման։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվել է միջուկային զենքի ստեղծումից։ Նա ասել է, որ նման ռումբ ստեղծելուց հրաժարվելու որոշումը հիմնված է բարոյական սկզբունքների վրա։ Նախագահն ասել է, որ եթե Իրանը ցանկանար զանգվածային ոչնչացման զենք ստեղծել, ապա ավելի հեշտ կլիներ դրա քիմիական կամ կենսաբանական տեսակը։ Ռուհանին նշել է, որ զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունն Իրանի համար այն գիծն է, որը երկիրը երբեք չի հատի։ Նախագահի խոսքով զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունը հակասում է միջազգային կոնվենցիաների սկզբունքներին։ Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կրոնական հրահանգ էր հրապարակել, որով արգելվում է այդ երկրում միջուկային զենքի ստեղծումը։ Նա սահմանել էր, որ նման զենքի ստեղծումը մեղք է։ Ռուհանին դիմել է երկրի պաշտպանության նախարարությանը, առաջարկելով արտահանել ռազմական նշանակության հայրենական արտադրանքը։ Պետության ղեկավարը նաև նշել է, որ երկրի զարգացումը հնարավոր չի առանց նրա անվտանգության ապահովման։ Վենեսուելայում տեղի ունեցած բախումների հետևանքով արդեն սպանվել է 18 մարդ, երկրում բողոքի ակցիաները նոր թափ են ստացել։ Իրավապահները ցուցարարների դեմ ջրցաններ են կիրառել։ Երկու շաբաթվա ընթացքում 260 մարդ է տուժել, մոտ 50-ը սպանվել։ Նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմությանը առաջարկել է հանդիպել եւ երկխոսության միջոցով համաձայնության հասնել։ Բողոքի ակցիաները սկսվել են փետրվարի 12-ից սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացման եւ հանցագործությունների թվի աճի պատճառով։ Այսօր վենեսուելացիները կառնավալ չեն ուզում։ Իսկ Բրազիլիայում մեկնարկել է ամենամասշտաբային եւ ամենագեղեցիկ ազգային տոնը կառնավալը։ Երաժշտությունը, բարերը եւ խրախճանքը երկրի խոշոր քաղաքներում տևելու են գրեթե մեկ շաբաթ։ Հիմնական միջոցառումները իհարկե Ռիո դե Ժանեյրոյում են, որի փողոցներում մոտ 1 տար առաջ ծնվել է սամբան։ Գլխավոր իրադարձությունը տեղի է ունենալու Կիրակի եւ երկուշաբթի, երբ սամբայի 12 դպրոցները կներկայացնեն իրենց թեմատիկ ելույթները։ Կառնավալը ավարտվելու է մարտի 5-ին կաթոլիկների Սուրբ Զատկի օրը։ Իսպանիան վերջին հրաժեշտն է տվել լեգենդար գիտարահար Պակո դե Լուսիային։ Հազարավոր մարդիկ են հավաքվել Մադրիդում։ Նրանց թվում են եղել նաև հայտնի երաժիշտներ, դերասաններ եւ հասարակական գործիչներ։ Երաժշտին հրաժեշտ են տվել նաև Իսպանիայի արքայազն Ֆելիպեն։ Պակո դե Լուսիան մահացել էր չորեքշաբթի 66 տարեկանում։ Արման Գևորգյան, Կալանյուզ։ Այս ժամի համար բարեկամներ նախատեսել ենք այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։ Առայժմ